Իրանի պատերազմը, եթե փորձենք ասել, այս մի ամսվա ընթացքում ուրա հասել, չէ, այս դեպքերը։ Պիտի իրատես լինենք, փաստերին ոչ թե քարոզչական այդ ամբողջ մշուշը, որը պատերազմի կա, փոխադարձ մեկը ասում է բանը խփեցին, ավիակիրը ջարդեցին, նկարները ցույց է տալիս, տարածում է ասում, տեսեք, բանը իրանցիները կարողացան հաղթել ամերիկացիներ։ Եվ այն կողմից էլ քարոզա գնում, չէ, վերջ, արդեն այնտեղ հարց չկա, Իրանում բոլոր հարցերը լուծված է։ Այդ բոլոր այդ մշուշից դուրս պետքա կարողանալ տեսնել, իրապես ինչ է տեղի ունեցել։ Փաստերով կարող ենք ֆիքսել, չէ, առաջինը Իրանի ղեկավարության կորուստը գլխատվել է, ընդ որում ոչ միայն առաջի դեմքեր են գլխատվել, առաջի շերտն է գլխատվել, երկրորդ շերտն էլ է գլխատվել։ Նույնը կարող ենք ասել, որ Իսրայելում է տեղի ունեցել, առավել ևս Միացյալ Նահանգներում, ոչ, չէ, այդ լուրջ խնդիր է, չէ, նշանակում է կարող ես ֆիքսել, չէ, որ այդ փաստը գոյություն ունի։ Դա կառուցվածքային լրջագույն խնդիրներ է առաջացնում կառավարման 90 միլիոնից Իրանի համար։ Վերացվել է Իրանի այդ հիմնական ռազմական այդ բաների ռմբակոծումների հետևանքով, չէ՞, կարելի է նայել օրեցօր ինչքան բալիստիկ հրթիռներ են թռնում սկզբում եւ հիմա։ Այսինքն դա սպառման գնացող գործընթաց է։ Ես փաստերով եմ խոսում, տեսեք, ես չեմ ասում ով է հաղթում, ես ասում եմ փաստերը։ Միացյալ Նահանգների ռազմական հզորությունը կարող ենք ասել, որ պակասել է, վերջացավ, պատերազմում արդեն սպառվեց Միացյալ Նահանգները։ Ոչ, աշխարհի ամենահզոր ուժն է, որը ռազմական իր բյուջեն հավասար է իրանից հետո եկող 10 երկրները իրար գումարած այդքան ռազմական բյուջե չեն տալիս, ինչքան Միացյալ Նահանգները։ Այդքան անհավասար է այս պատերազմը։ Պետքա տեսնել այս բաները։ Պետքա հասկանալ, բայց սրա վերջը ինչ ալնելու, ասենք հիմա տնտեսապես, ասենք փորձում են տնտեսապես ծնկի չոքացնել, չէ՞, Իրանին։ Հա, երբ որ խնդիրներ առաջացավ, արդեն խնդիրներ առաջացել է այդ բաների, տվյալների շտեմարաններին, որ բանկային խփել են, հենց նույն այդ հեղափոխության պահապանների աշխատավարձերը չեն կարող մարդիկ ստանալ։ Այդ դժգոհությունը արդեն անգամ անվտանգության ուժերի մեջ է տեղի ունենում, որ այս երկիրը ուր է գնում այսպես։ Եվ այդպես եթե եւս մի երկու ամիս շարունակվի, պետք չի ոչ մի ցամաքային օպերացիա Վիետնամի հետ համեմատել, հեսա բանը Ամերիկան մտնելու է Վիետնամ դառնա, չէ, Ամերիկան այդպիսի խնդիր չի էլ անի։ Տնտեսապես այդ խնդիրը ուղղակի ստիպելու է, որ այնպիսի դժգոհություն առաջանա, որ եւս 1-2 ամիս եւ նորից այդ դժգոհությունը պայթի։ Փոփոխություն լինելու է։ Միացյալ Նահանգները խնդիր չի դրել անգամ իշխանության փոփոխելու, ինչպես Վենեսուելայում։ Իրանց ուրիշ խնդիր է հետաքրքրում, իրանք Չինաստանի հետ խնդիր ունեն։ Չինաստանի հետ գնում է կենաց մահու կռիվ արհեստական բանականության մեջ այդ մրցավազքումով է հաղթելու։ Եվ այդ խնդրի լուծման համար ահռելի էներգիա է պետք։ Ահռելի, նոր էներգիա։ Այդ էներգիան Չինաստանը ներքին իր պաշարները չունի տարբերություն Ամերիկայի։ Այդ իրենց մեծերի պայքարն է։ Իրանը այդ պարագայում ընդամենը այսպես մի մեծ խաղաքար է, բայց ոչ հիմնական նպատակ։ Պատերազմի նպատակը Միացյալ Նահանգներին եմ ասում, Իսրայելին ուրիշ է։ Իսրայելը ուրիշ խնդիրներ է լուծում անվտանգային, բայց Միացյալ Նահանգները իր Չինաստանի այդ մրցակցությունով Հորմուզի այս նեղուցով ամբողջ համաշխարհային, ասենք, այդ նավթի 20%-ը այլևս չի մտնում շուկա։ Եվ հիմնականում այդ գնում էր Ասիա։ Չի գնում։ Չինաստանը լուրջ խնդիրներ է, կորուստային լուրջ խնդիրներ ունի։ Միացյալ Նահանգները գների բարձրացման շնորհիվ ստանում է առավելություն, որ ինքը նավթի եւ գազի իր հանքավայրերը կարողանում է օգտագործել բարձր գնով։ Մինչև եթե ցածր գնով լիներ, չէր կարողանա։ Այսինքն հաշվարկել են, ինստիտուտներ են աշխատել սրա համար։ Այդ միամիտ քարոզը, որը կատարվում է մեր, ասենք, ժողովրդին, քարոզ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից մարդկանց ուղեղ լվանում է, Ամերիկան հիմա պարտվում է։ Այո, հա, կա նման։ Ինչպես է պարտվում։ Բայց բան չուք, որտեղ է արտահայտում այդ պարտվելը։ Այն որ Միացյալ Նահանգների ներսում ընտրապայքար է գնում, ճիշտ է,
Բայց այդ ընտրապայքարին տեսեք, որ իրենք կարողանում են հասցնել, մինչև աշուն խնդիրները կլուծեն։ Այսինքն Թրամփը, որ ասում էր կարճ ժամանակում պետք է այս հարցը կարգավորվի, հիմա կարող ենք ասել, որ դեռ մի 2 ամիս էլ կարող է ձգվել, այդքան դիմադրելու ռեսուրս ունի իրանը։ Տեսեք, ռազմականը մի բան է, տնտեսական խեղդելը ուրիշ բան է։ Տնտեսական բանը վիճակը շատ վատ է։ Երբ որ դու փլուզվել է ամբողջ գաղափարախոսական շենքը, որը ղեկավարում էր։ Այնտեղ մնացել է ռեպրեսիվ ապարատ, որը դեռ ուժ ունի, բայց այդ ռեպրեսիվ ապարատը ինքը տնտեսական խնդիրներ պետք է լուծի, չէ՞, հոմենակ ռեպրեսիաներով չի։ Կանցնի ինչ-որ ժամանակ այդ դժգոհությունը կարտահայտվի։ Իրանը պիտի սանկցիաներից ազատվի, ինչ որ ոչ ոք չի դրել Իրանը քանդելու խնդիր, որովհետև դա այնպիսի քաոս կստեղծեր աշխարհում, որ ոչ մեկին պետք չի։ Այստեղ նորից եմ ասում, հիմնական խնդիրը այն ա եղել, որ այդ դեպի Չինաստան գնացող այդ Հորմուզից այդ խնդիրները լուծի։ Տեսեք, Իրանի պատերազմը տուժել է բանի Քաթարի գազի արտադրության 90%-ը շարքից դուրս է եկել։ Ուրեմն պատերազմը այն չի, որ հայտարարվում է, ասենք Տրամպը ինչ ասեց, թե ինչ նպատակ է դրել, կամ պարսիկները ինչ ասեցին, ինչ է, այդ չի, պետք է դրանից ներքև տեսնել, ինչ է իրականում կատարվում, ով է շահողը, ով է տուժողը։ Եվ այդ անալիզից հետո հասկանում ես, որ Իրանի փոփոխությունները անխուսափելի են, Իրանում փոփոխություններ լինելու է։ Այդ ժողովուրդը, այդ քաղաքակրթությունը մոտավորապես քանի 3000-ից ավել, սենց ասենք, 3000 տարի, մենք զուգահեռ քաղաքակրթություններ ենք եղել, չէ՞, իրար հետ շատ փող կապակցած եւ պատմության շատ երկար ժամանակ նաեւ նույն կրոնն ենք ունեցել իրանցիների հետ, չէ՞։ Այդ մեր նման ժողովուրդ է, հին քաղաքակրթված ժողովուրդ է, չի վերջանալու։ Իրանք էլ չեն վերջանալու, մենք էլ չենք վերջանալու։ Այդ հնդեվրոպական քաղաքակրթությունն է։ Եվ այդ հնդեվրոպական քաղաքակրթությունը, երբ որ նորից բարձրացավ, հայ ժողովրդի վերելքն դրա հետ է կապված լինելու։ Իրանի նորից վերածնունդով նաև մեր վերածնունդն է լինելու, որովհետև բացվելու են մեր ճանապարհները, մեր կարևորությունը շատ ավելի մեծանալու է եւ նիկոլներին հիշելու ենք որպես հիվանդություն։